Բարի եկերեք մեր Շնորհ Հայաստանի ծրագրին։ Ուրախ ենք, որ անգամ եւս մեր սիրելի եղբայրներից ունենք մեր մոտ, որ միասին կարողանանք զրուցել Աստծո խոսքի կապակցությամբ կարևոր թեմաներ։ Մեր Մարդուն Քոցինյան եղբայրը մեր ծառայագից եղբայրներից է եւ Տիրոջ շնորհիվ ինք հովական ծառայությամբ գնում է արտասահման մոտ ադենից։ Մարդուն եղբայրս բարի եկերես։ Ողջույն Հովիկ եղբայր, ուրախ եմ հրավերի համար, այո, շուտով գնում եմ Փարտիրոջը այդ հնարավորության համար, որ Տերը շնորհում է, գնում եմ Լեհաստան, Եվրոպա ծառայության։ Եվ աղոթող ենք քեզ համար, եւ նայքի համար։ Այո, շնորհակալություն, Հովիկ եղբայր, եւ լավ բան եք մտածել, իմիջիայլոց պետք էր Հայաստանին նման հաղորդում, որպեսզի կարողանան մեր եղբայրները նույնպես փոխանցել այն չխոսված թեմաները, որը որ շատ ավելի անհրաժեշտ են։ Շատ լավ, շատ լավ։ Եվ այսօր մեր արժևը ունենք որոշ թեմայի առնչությամբ, իհարկե եկեղեցական ծառայության հետ կապ ունի, եկեղեցու կյանքի հետ կապ ունի, հոգևոր կյանքի սկզբնական ընթացքի եւ աճի հետ կապ ունի։ Ուրեմն մարդու եղբայրս, եթե կարող ես հետեւյալ հարցով սկսենք. Երբ սկսվեց քո հոգևոր կյանքը եւ ինչպես։ 2020 թվականն էր, կոവിഡ്ի այդ բարդ շրջանը, որ տանից ոչ ոք դուրս չէր գալիս, անգամ տուգանում էին դուրս գալու համար, լսում էի տարբեր քարոզիչներ, փնտրտուքների մեջ էի, որն է ճիշտ, որը սխալ, եւ լսում էի շատ համայնքներից բոլորը կարծես իրենց գովազդային, թե մեր եկեղեցին է ճիշտ, անընդհատ դու մանավանդ երբ որ նորը հավատես, դա շատ է քեզ մոլորեցնում, դու չգիտես անգամ ճիշտը որն է, չգիտես սխալը որն է, բայց միևնույն ժամանակ լսում ես, որ ամեն մեկը խոսում են տարբեր եկեղեցիներից, փնովում են տարբեր եկեղեցիների ուսմունքները, հովիվներին, բայց դու մի անձ ես, որին երևի Տերը արդեն կանչել էր, դու ուզում ես ճանաչես, ման գաս, տեսնես ինչ է կատարվում, ով է, վերջը դու անգամ ես ճիշտ ասեմ, չէի հասկանում ինչ է փրկությունը, բայց ուզում էի, անկեղծ ուզում էի, Տերը արդեն գործում էր քո մեջ։ Այո, կնոջս միջոցով։ Ինքը արդեն քեզանից առաջ ապաշխարած էր։ Սենց ասեմ, որ ճիշտ լինի, նա մտածում էր, որ ապաշխարած է, բայց հետո երբ որ իրականում ապաշխարեցինք երկուսով, հա, դրա մասին ա գխոսենք։ Հա, խոսենք։ Կինս միշտ առաջնորդում էր գնանք եկեղեցի եւ այլն, մենք գնացել ենք, շատ եկեղեցիներ գնացել ենք, բայց 2020 թվականին եղավ հենց մեր ապաշխարությունը։ Վերջը տենց 2020 թվականին էր, որ գնացի առաջի անգամ եկեղեցի, արդեն մի քիչ թույլ տվեցին, հա, օրենքը, որ կարող են արդեն մասնակցել, գնացինք, դարձի եկանք, իրապես դարձի եկանք եւ հետո պատերազմ, այդ վատ շրջաններ, ես մեկ խոսալուց դա եմ ասում, որ 2020 թվականը կոവിഡ്ը, պատերազմը շատ մարդկանց կյանքեր խլեց, բայց այդ տարի էլ Տերը ինձ նոր կյանք շնորհեց։ Ամեն, ամեն։ Ուրեմն Մարդուն ջան, ինչ որ հասկանում եմ, քո վերածնունդը, վերստին ծնունդը 2020-ի պատահեց դու եւ քո կնոջը, բայց ուրեմն սա ասում է, որ նրանից առաջ որոշ հոգևոր կամ եկեղեցական փորձառություններ ունեցած ես, հա? Այո։ Եվ հետեւյալ հարցը սրա կապակցությամբ ուզում եմ տալ քեզ, դու ասացիր, այսինքն մի խոսքով, որ մինչև քո ապաշխարությունը 2020 թվին եղել ես տարբեր ուրիշ եկեղեցիներում, ուրիշ համայնքներում, ուրեմն ինչու դա հոգևոր կյանքի սկիզբ չես համարում։ Ես այդպես հասկանում եմ, որ քո ապաշխարությունը 2020-ից սկսեց եւ այն ադենվանից յետքը սկսեցիր առողջ եկեղեցի հաճախել, առողջ եկեղեցիներու մեջ լինել։ Այո։ Դա Հովիկ եղբայր շատ կարևոր ինքը հարց է, որը այսօր նաև պետք է հորդորեմ
այն մարդկանց, ովքեր որ մեզ հետևում են։ Տեսեք, ինչու չեմ համարում հոգևոր կյանք, որովհետև ես չի ապրում հոգևոր կյանք։ Մի կողմից կարող է խոսալ Տիրոջից, ավետարանից, թեպետ շատ տգետ իմաստությամբ, բայց մյուս կողմից ես սիրեի մեղքը։ Ես մեղքից հաճույք էի ստանում, ես ապրում էի, կարծես գիտեք ոնց է, իմ կյանքում կարծես ավելացել էր պարզապես ինչ-որ մի գիտելիք, Քրիստոս, ոչ թե Քրիստոսն էր իր էությամբ ավելացել, այլ տեղեկություններ Քրիստոսի մասին։ Եվ սա մարդուն չի կարող տալ հոգևոր կյանք։ Ես միշտ այդ արտահայտությունը անում էի, կարծես ունեի մեջ խշմտանք, որ սա ճիշտ չի, սա ճիշտ հոգևոր կյանքը չի, եւ երբ որ հիշում եմ, երբ որ ընկերներիս հետ խոսում էի, մենք էսի ճիշտ չի, Քրիստոսն է ճիշտը, հավատքը, տենց բաներ էի խոսում, ինձ նայում ասում էին, ախր դու ինչ հավատացյալ։ Ես անկեղծ ասեմ, ես ասում եմ, ես հավատացյալ չեմ, ես ուզում եմ դառնամ, բայց գնում եմ եկեղեցի 2017 թվականից եղել եմ տարբեր հարանվանություններում։ Քանի հատ, եթե անկեղծ 5 եկեղեցիներում եմ եղել, 5 տարբեր տեղեր, բայց ոչ թե ինչ որ փոքր քաղաքի մասնաճյուղերում բուջուր, այլ հենց կենտրոններում։ Մեզ բոլորի շատ հայտնի մեծ համայնքներում, որտեղ որ այսօր, այո, սոցցանցերով բոլորն էլ հայտնի են, տեղյակ են, բայց ես հոգևոր կյանք չէի կարում, ես չգիտեի ոնց են ճիշտ ապրում։ Տեսեք, ասենք բարոյախրատական ինչ-որ ճառերը մարդու կյանք չի փոխում։ Ես միշտ լսում էի նմանատիպ, ասենք, քարոզներ, որ դա իմ կյանքը ընդհանրապես չէր փոխում։ Տեսեք, կար մի այսպիսի մի ֆենոմեն կար, որ մարդկանց ով եկեղեցու մեջ էր, ասում են դու արդեն հավատացյալ ես։ Ասում եմ, բայց ես չեմ զգում, ես չեմ կարում, ես եկեղեցի գնալ չի նշանակում, որ մեկը հավատացյալ է։ Այո, ես դեռ չեմ սիրում Հիսուսին, ես კი Հիսուսին չեմ ճանաչում, ավելի շատ անկեղծ պիտի խոստովանեմ, ես Հիսուսին ավելի շատ ճանաչում եի ֆիլմերից, քան այդ քարոզներից։ Ես անկեղծ եւ դա ինձ չէր կարող մոտիկացնել Տիրոջը։ Այդ պատճառով էլ ես եթե մեղքեր պետք անել, ես շատ հաճույքով կանեի եւ ամենաառաջինը կանեի։ Խորհուրդ կտայի անեի, լավ բաներ։ Մի կողմից եւ այսօր էլ ենք հենց տեսնում այդ խնդիրը եկեղեցիներում եւ այս ամենը հենց ուսմունքի բացակայությունն էր։ Դե հիմա եմ դա հասկանում, բայց այն ժամանակ ես չէի կարողանում պատկերացնել։ Այսինքն աստվածաշնչյան ուսմունքի բացակայություն։ Այո, աստվածաշնչյան, դե հիմա կարողանում եմ ես դա բացատրել, բայց այն ժամանակ եթե ասեն մարդուն քեզ ինչ է պետք, ես չէի կարող դա բացատրել, որովհետև ես չէի ստանում այդ գիտելիքները, չէի լսում, ես չգիտեի ոնց կարելի է ուսումնասիրել Սուրբ Գիրքը, ու մի կարևոր բան պետք է շեշտեմ, 3 տարի ես գտնվելով տվյալ եկեղեցիներում, ես անգամ Մատթեոս ավետարանը մինչև վերջ չէի ավարտել, էլ չեմ շարունակում։ Նոր կտակարանի անգամ առաջի գիրքը ես դեռ չէի կարդացել։ Այսինքն մի կողմից եկեղեցի ես գնում, բայց մի կողմից ոչ սեր ունես Աստծո հանդեպ, ոչ սեր ունես խոսքի հանդեպ, բայց եթե ձեռքեր էր պետք բարձրացնել, ես առաջինն էի բարձրացնում, գիտեք, որովհետև արդեն դարձել էր արհեստական հոգևոր կյանք։ Դու նայում ես ինչ անում են դիմացինդ, դու անում ես նույնը։ Դու կրկնում ես նույնը։ Հոգևորություն է, ճշմարիտ հոգևոր կյանք։ Այո, եւ այդ գիտեք որն էր ամենա հիմնական խնդիրներից մեկը, որ գալիս էր, հիմքը որ դրվում էր, դա հենց սխալ ապաշխարությունն էր, երբ որ քեզ առաջնորդում են կրկնիր ինձ հետ այս աղոթքը։ Դու կրկնում ես, վերջ, դու վերստին ծնված ես։ Դու արդեն փրկված ես։ Այսինքն նայում ես, լավ, այսքան հեշտ, այսքան արագ, այո, ընդհանրապես փրկությունը շատ հեշտ է, որովհետև դա Քրիստոսի հավատքով է։ Այո, հավատքով է։ Բայց երբ որ զուգահեռ դրան մենք նայում ենք հիմիկվա մեր գիտելիքները եւ նայում ես անցյալ, ասում եմ, լավ, ես եթե փրկված եմ, բա այս ինչ կյանքա որ ես ապրում եմ։ Ես զգում եմ, որ չի համապատասխանում։ Գիտեք, մանկուց թե բոլորս ունեցել ենք, հա, ինչ որ աստվածաշնչյան գրքեր կամ ֆիլմեր ենք նայել,
դու զգում ես, որ քո ապրածը եւ անգամ թեկուզ, հա, ֆիլմերի մեջի այդ ապրածը տարբեր է, ել չեմ խոսում արդեն ճշմարտության մասին։ Եվ այդ ամենը տեսնելով իրապես ես չէի ապաշխարել, դա վստահ եմ ասում, այդ պատճառով էլ համարում եմ, որ իմ իրական հոգեվոր կյանքը հենց 2020 թվականին սկսեց։ Մարդուն եղբայրս, ուզում եմ մի քիչ ավելի խորանաս հետեւյալ հարցի նկատմամբ, որովհետև սրա վրա մի քիչ խոսեցար։ Ասեցիր, որ ասում էին, որ մի աղոթք կարա, եւ դա ապաշխարության աղոթքն է, եւ դա հերիք է։ Հիմա սրա մեջ քեզ հարց տալով ինչը խնդիր է, եւ այս հարցը կարող ենք կապել մեր հաջորդ հարցի հետ, որ իսկ ինչն էր խնդիրը կամ խնդիրները, որ այդ եկեղեցիներում չէիր մնում վերջի վերջո։ Սա մի հարց է, որ ուզում եմ ավելի մանրագրգիտ անդրադառնալ, բայց կարող ես ասել մեզ, մեր ունգընտիրներին, որ այս խնդիրներից մեկը այդ ապաշխարության ցևը։ Այո, դա ձև էր, այո։ Որ քեզ ասում են, որ այս աղոթքը գրգնիր, երբ ասենք խոսող կամ քարոզիչը կամ հովիվը ով որ է, եւ դու գրգնելով դու ուրեմն հայտարարություն լինում, հա, բոլորի առաջ, որ դու ապաշխարած ես։ Խնդիրը ինչ է այս մոդեցման մեջ։ Մի քիչ զրուցիր աջիս։ Այո, տեսեք, խնդիրը գիտեք որն էր, դու նախ չունես բավարար գիտելիքներ։ Ինչի առումով։ Ինչ առումով։ Եթե մենք խոսում ենք վերստին ծննդի մասին, մենք բաց ենք թողնում արդեն այն մեղքի վարդապետությունը, բաց ենք թողնում Քրիստոսի կատարած գործը, շնորհը եւ այլն։ Այսինքն մենք այդտեղ պարզապես լսում ենք, տեսեք, հիմնականում ինչ քարոզներ են գնում։ Այսինքն մեղքի մասին շեշտադրումը բացակայ է։ Նայեք, մեղքի մասին գիտեք ոնց են խոսում։ Օրինակ, շնությունը մեղք է։ Հա։ Օրինակ, նախանձը մեղք է։ Եվ կարող, գիտեք, որ Սա բարոյական ինչ որ եւ այսօր էլ կարող եք տեսնել համացանցով, այսինքն մարդը ոչ թե ուզում է քեզ տալ մեղքի խորը այդ արմատները, գիտակցումը, թե դու ինչի պիտի գաս Հիսուսին, այլ քեզ պարզապես ինչ են անում, կանչում են եկեք կբժշկվեք, եկեք կորտնվեք եւ հիմնականում երաս տեսիք եւ ամենակարոզի կենտրոնը, որ մենք միշտ զգացել ենք, դա 10-րդներ։ Մի քիչ էլ խոսենք այո, մանիպուլյացիայի միջոցներով կարծես մարդկանց գրպանները մտնեն, սա անկեղծ եմ ասում, այստեղ ես կոնկրետ այդ ժամանակներում ընդհանրապես ֆինանսական խնդիրներ չեմ ունեցել, աշխատող եմ եղել, բայց խնդիրը մի կողմից ուրիշ էր։ Դու նայում ես, տեսնում ես, դու եկել ես ուրիշ բան ես ուզում, քո հոգին ուրիշ բանի կարիք ունի։ Բայց մի կողմից լսում ես, թե ինչ որ մեկը պատմա, թե ինչ տեսիլք է այսօր տեսել։ Այսօր մեկը պատմա, թե ինչ երազա տեսել։ Ու դու կարող ես նստել, խոսքի օրինակ 20 րոպե, լսես, թե այսօր այս կին քարոզիչը, թե իր երազը ոնց է պատմում։ Շատ են սիրում ամուսինը կնոջներ գովաբանում, կինը, եթե կին քարոզիչ էր ամուսնուն, Եվրոպա ոնց ենք շրջել։ Եվ այդտեղ դա ուրիշ թեմա է, այդ առումով, որ գին քարոզիչ թեմայի հասկացողությունը, որ ուրիշ անգամ այո, հուսանք, որ մի եղբոր է ապաշխարության նկատմամբ, այսինքն նրանց շեշտադրումը ասեցիր, որ մեղքի հարցը պետք է լինի ապաշխարության առնչությամբ, մեղքը պետք է ստակ լինի, որ ինչու մենք մեղավոր ենք եւ ինչու մենք գարիք ունենք փրկչին։ Եվ միակ փրկիչը, միակ միջնորդը մարդու եւ Աստծո միջև Տեր Հիսուս Քրիստոս եւ նրա փրկակորձությունը, նրա խաչի վրա մահը, շնորհը եւ այլն։ Տեսեք, խնդիրներից մեկը գիտեք որն էր, երբ որ դու խոսում ես քո հոգու քաղցի մասին, մարդիկ քեզ հիմնականում առաջնորդում են մեր հովիվը լավն է, մեր հովիվին գնա հարցրում, մեր հովիվը նայեք, ծառայողների մասին է խոսքը։ Երբ որ դու հովիվների մասին շատ ես լսում, կամա թե ակամա քո հովիվը արդեն մի երևելի մեկն է տպավորվում քո մեջ ու գիտեք որն է խնդիրը, նաև եկեղեցիների մեջ, որ այսօր անծանոթ բան ես չեմ խոսում, բոլորին էլ հայտնի է։ Կարծես մարդկանց ակնկալիքը լինի արդեն հովից, ոչ թե փրկիչից։ Գալիս են եւ մի հոգի որ անում, ես անձամբ արել եմ։ Երբ որ մի հոգի անում է երկուսը, դու տեսնում ես, ասում ես, երևի սա է ձևը։ Գիտելիք դու չունես, բացակայում է գիտելիքը քո կյանքից։ Դու անգամ չգիտես ոնց պետք է կարդաս Սուրբ Գիրքը։ Եղել է, չէ՞, ասենք, կարդում ես Մատթեոս առաջի 2-3 գլուխները, տեսնում ես բան չես հասկանում, բայց քեզ առաջնորդ է պետք ու որը որ չկա, չեն առաջնորդում։
Եվ ինչ էր ստացվում, հովը պիտի ձեռ դնի, հովը պիտի ձեռ դնի քեզ աղոթի, որ դու ապաշխարես։ Այսինքն, տեսեք, ապաշխարության այս գաղափարը աղավաղվում էր ամբողջությամբ։ Եվ մարդիկ չեն կարողանում քեզ առաջնորդել ճշմարիտ ապաշխարության։ Դրա համար սա խնդիր էր, դու գնում ես եկեղեցի, 3 տարի գնում ես եկեղեցի ու դու տեսնում ես քո կյանքը բառից բուն իմաստով չի փոխվում։ Եվ այդտեղ արդեն նայում ես լուրջ խնդիր։ Հիմա ինչ անեմ, գնամ թե չգնամ։ Եվ գիտեք, խնդիրներից մեկն էլ նաև հետևյալն էր, որ մարդկանց երբ որ կանչում են, եկեք կբժշկվեք, եկեք կորտնվեք։ Դու գնում ես եկեղեցի։ Սա սխալ հասկացողություն է Սուրբ Գիրքի առումով։ Սուրբ Գիրքը երբեք չի խոստանում, որ մենք իբր հավատացյալներ, ճշմարիտ վերստին ծնածներ, երբ եկեղեցի գնանք, մենք երաշխիք ունենք Աստուծուց, որ միշտ պիտի բժշկվենք, եթե հիվանդություն ունենք, միշտ պիտի ֆինանսապես մեր համար լավ լինի, միշտ պիտի առողջ լինենք եւ այլն։ Սրանք Սուրբ Գրային ճշմարտություններ չեն։ Գիտեք, խնդիրներից մեկը մարդուն եղբայրս, որ այդ հարցի առումով էլի անդրադառնամ հարցը, որբեսի նկատի ունենանք մեր ունգընտիրներն ալ, դու հիմա նկարագրում ես այն խնդիրները, թե ինչու դու չմնացիր այդ եկեղեցիներում։ Այո, խնդիրներից մեկը հենց հետևյալն էր։ Ես մի անգամ ուրեմն կեղծ մարգարե Թիբի Ջոշուայի մոտից երկու ամուսիններ էին եկել, հայ ջուր էին բերել իբրև օրհնված ջուր է, բժշկվում եք եւ այլն։ Ես անձամբ ունեցել եմ ողնաշարի խնդիր, մինչ այժմ չեմ բուժվել դեռ։ Դու կանգնում ես, գնում ես այսքան դրա համար։ Ու տես ինձ իմ խոստովանեմ, ինձ իմ կինը ոնց էր առաջնորդում։ Արի գնանք, կբժշկվես։ Նայեք, եւ նմանատիպ շատ մարդկանց են այսօր տանում եկեղեցի։ Դրա համար այսօր մենք տեսնում ենք դահլիճներ, որ լեցուն են։ Ես անգամ տեսել եմ շատ դերասանների մեկը շարֆեր բերում, մամայիս վիզն է ցավում, նասկ էին բերում, պապայիս ոտերն է ցավում, եւ նայեք, դու գալիս ես ամիսներով, տարիներով չի բուժվում մարդը։ Բնականաբար պետք է լինի այդ հիասթափությունը։ Բայց խնդիրը ումից է, կարող է, ինչպես նրանք ասում են, որ կարող է հավատքի պակաս ունես։ Ուզում էի ասեի, հացը տալիս եմ, որ դու արձարձես դրա վրա։ Նայեք, մինչ այդ նրանք կանչում են տվյալ անձանց խոստումներով։ Եկեք, այսպես կլինի, այնպես չի ասում, եկեք, ձեր հավատը կբուժի, եկեք կլինի այս բանը։ Եվ երբ որ անցնում է արդեն ամիսներ, շարունակ, շաբաթներ, եւ տեսնում են մարդը չի բուժվում, արդեն դու ես մեղավոր, որովհետեւ դու լավ չես հավատում։ Եվ մենք այսօր թեկուզ հենց Քրիստոսի կյանքից, առաքյալների կյանքից մենք տեսնում ենք, որ պարտադիր չի մարդը հենց կարողանա լիարժեք հավատալու։ Քրիստոսը նա կարող էր հրաշք անել հավատի թե անհավատի կյանքում։ Եվ դերը այդպես արեց, տեղեր կար, որ քո հավատի համաձայն լինի, ասես, ուրիշ տեղեր կար, որ ինքը եկավ, բժշկեց եւ առանց որ հարց տա դիմացի անձին, որ դու ուզում ես բժշկվել կամ ոչ։ Սա լրիվ իր գերիշխան մոդեցումներ։ Այո, Իսրայելին մենք կարող ենք հիշել Մովսեսի ժամանակներում, ինչը ամբողջ Իսրայելը լավ հավատացյալ էին, որ իրենց կյանքում այդ հրաշքները եղավ։ Ոչ, եթե լավ հավատացյալ լինեին, անմիջապես հետո ոսկե ցլիկը չէին սարքի, չէ՞, պաշտենք։ Այսինքն սա չի խոսում, որ մարդը պետք է պարտադիր հավատաս, եթե սրտումդ կասկածում, այսինքն սկսում են արդեն մարդու վրա գցել, թե այս ամբողջ մեղավորությունը քոնն է։ Մենք ստե կապ չունենք, բայց եթե դու կապ չունես, բան չէ, դու խոստալիս։ Ինչ գիտես, Տիրոջ կամքն է, եւ կա հենց այսպիսի հենց խապկանք է, էլի, որ մարդուն ասում են Տիրոջ կամքն է, որ բժշկվի, բարի բան է, չէ՞, հա, դե Տիրոջ յուրաքանչյուր ցանկացած բարի է, բայց մի րոպե, ինչ գիտես, Տերը ուզում է, որ բժշկվի։ Այսինքն այս բաները դերը կարող է ուրիշ նպատակ կամ նպատակներ ունի, որ այդ անձը իր այդ դժվարության, իր այդ հիվանդության մեջ մնա, զորօրինակ, որ այդ անձը ավելի խոնարհվի Տիրոջ առաջ։ Ինչու որ եթե բժշկվի, կարող է կմոռանա Աստծո եւ կասե ես բե չունիմ եկեղեցի կալ, որը իր դրտաբաճարը սկզբանից դերը փնտրելը չէր, ապաշխարությունը չէր, հաբա պարզապես իր հիվանդությունից էր բազատվել։ Այո, հենց այդ խնդիրները շատ են եկեղեցիներում, ես անգամ եղել եմ իմ հարազատ մարդկանցից մեկը,
ով եկավ ասեց ես գնում եմ այս եկեղեցի, ես իրեն ավետարան էի քարոզում, բա ես գնացել եմ եկեղեցի, ասում եմ, հա ինչ էր, հարազատես ուրեմն խնդիր կա երեխայի հետ, գնացել ենք որ երեխան բժշկվեր, այն էլ չելավ, հելել եմ։ Գնացել եմ դուրս, էլ չեմ ուզում։ Այսինքն, նայ իր ամբողջ նպատակը դե բնականաբար, եթե դու քարոզում ես, որ արի բժշկվի, իր մարդը գնում է այդ նպատակով։ Բայց եթե այդ պատճառով էլ այսօր Քրիստոսին շատերը չեն ճանաչում։ Պարզապես գնում են եկեղեցի, հույսները կորցրած բժիշկներից, այս մեկից գնում են որպեսզի բժշկվեն, բայց մենք գիտենք, որ սխալ շարժառիթով տիրոջ մոտիկանալը լավ բանի չի հանգեցնում։ Այո, հիմա ասազի դամացան հիշում եմ Ղուգասու ավետարանում 9-րդ գլխի մեջ 57 համարից մինչև 62 համարը դերոջ խոսքը այստեղ ասում է եւ միջ նրանք գնում էին ջանաբարին ո մեկը նրանց ասաց ես քո հետևից կգամ ուր էլ որ գնաս Հիսուս նրան ասաց ավեսները որչեր ունեն երկնքի տրչունները բույներ բայց մարդու որդին դեղ չունի որ գլուխը դնի Այսինքն մի խոսքով դու ուզում ես քալ իմ հետևիցս, ես քեզ չեմ կարող խոստանալ ոչ մի հարմարավետություն, կոմֆորտ, ցանկի հանգիստ։ Ուզում ես քալ։ Հետո մեկ ուրիշ էլ ասաց 59 համար, արի իմ հետևից։ Սա ասաց, դեր թույլ դուր, որ նախ գնամ իմ հորը թաղեմ։ Հիսուս նրան ասաց, թող մերելներն իրենց մերելներին թաղեն։ Իսկ դու գնա, ազո արքայությունը կարոզիր։ Հիմա Մեկը եթե մտորե կարծում է որ դիրոջ ասած խոսքը մի քիչ դժվար է, դաժան է։ Բայց Հիսուս ինք գիտի, սրտերը քնող է, ասված է որովհետև։ Եվ ինք գիտի նրա շարժարիթը, եւ բոլոր հարցը ինչ էր։ Հայրս Դագավին գամ մեկնաբանական առումով, գամ Դագավին մեռած չէ, ինք ուզում է սпасել, մինչև որ հայրը մեռնի, որ իր ժառանգի դերը դառնա։ Կամ ալ ինքը ասում է որ այստեղ հարցեր կան, ուզում եմ լուծել Դրանից հետ կգամ։ Բայց Հիսուս ինք գիտի, որ եթե թողե նրան, բիր չկա է։ Եթե այդպես ինք գնա, էլի բիր չկա։ Եվ Հիսուս ասում է, չէ, թող մերելները, թող թաղեն մերելները։ Էլի մեկնաբանական հարց, մենք հավատում ենք, որ նրա նշանակությունը նրանք, որ Դագավին հոգեորապես մեռած են, իրենք գիտեն ինչ պիտի անեն։ Դու եթե ասում ես, որ հոգեորապես կենթանի ես, արի իմ հետևից եկուր։ Հետո երրորդ 61 համարից մեկ ուրիշն էր ասած Դեր քո հետևից կգամ, միայն թե նախ թույլ դուր ինձ, որ իմ դնեցիներին հրաժեշտ տամ։ Էլի Հիսուս նույնը գիտի։ Հրաժեշտ տա, ինչ պիտի անի, հետո Հիսուս ասում է նրան, ոչ ոք, ով ցերկը մաջի վրա է դնում ու հետ նայում, հարմար չէ, ազո արքայության համար։ Ինք արդեն գիտի, որ այդպիսի անձը բարձրապես ուզում է ավելի ժամանակ ունենալ, որբեսի իր կյանքի հարցերը լուծի։ Սխալ բան չէ։ Հրաժեշտ տալ ընտանիքին սխալ բան չէ, ինքն իրույն, բայց Տերը գիտի, որ նրա մեջ որոշ բաներ կան, որ կարող է որ այդ մարդու սիրտը դիրոջից հեռացնի եւ Տերը այդ մարդայրը գցում է նրա առաջ ասելով, որ օքեյ, գնում ես, ուզում ես դա անել, բայց նկատի ունեցի, որ առաջնագարկ, առաջնահերթությունը դիրոջի կամքը անելն է։ Եվ Տերը ինք պիտի հոգա ընտանիքին, պիտի հոգա մեր կարիքներին Որ չլինի, որ Տերը մի խոսքով մեզ համար երկրորդական լինի, մա դժբախտաբար ատկո բարեկամի հարազատի բարակայում, քանի որ ինք ինչպես ասեցիր Մարդուն ջան, ինք սխալ ցևով սովորած էր քարոզներից, բեմից։ Դրա համար ինք հասկացած էր, որ եթե կամ դուք խոս տվեցիք, կբժշկվի իմ երեխին։ Այո, այսօր էլ սոցցանցերով, անգամ փողոցներում քարոզում է Եկեք, որ Տերը կորտնի ֆինանսական հարցերը եւ այլն, այսինքն միշտ այնպիսի խոստումներ են տալիս, մարդուն գրավող է դա։ Մարդուն գրավող է։ Դրա համար մեր նույն կերպել մենք են գնացել եկեղեցիներ, որտեղ որ գիտես, կարծես գնում ես մեկի մոտ, Փոլ Վոշովես հիշում եմ մի անգամ մի հատ քարոզ տվեց, հենց դրա մասին էր խոսում, թե եկեք կորտնվեք, եկեք բժշկվեք, հարստանաք, առողջ կլինեք, ասում է, վաու, աշխարհիկն էլ ասում է, չկա այդ Հիսուսից 2 հատ տվեք։ Հա, այսինքն բնականաբար, եթե դու մեկին մեր մանավանդ մեր հայ ազգը ինչպես է ապրում, գիտենք ցավի վշտի մեջ կան հիվանդություններ չնայած բոլոր երկրներում, բայց մի քիչ ավելի տառապած ազգ ենք, ցավի մեջ, այս խնդիրները որ տեսնում ենք, ու մի անգամից մեկը քեզ մի բան առաջարկում, որ արի դու կստանաս այն, ինչը որ դու իրականում դրա կարիք ունես, առողջություն եւ այլ, հայն էլ ինչա պետք, բոլորիս։
այստեղ խնդիրը միայն հայ չի, առողջ լինենք, չէ, միշտ կենասներ են խմում։ Շուտով, միանգամից, արա։ Մեկ ակնթարթի մեջ, արագ։ Բայց ուտեղ Հիսուսը ներկայացում է ոչ թե կարելի թեպետ շեշտեն փրկիչ է, բայց Հիսուսը չի ներկայացում որպես փրկիչ, այլ ներկայացում է որպես հրաշագործ։ Ոչ թե ինչ-որ մեկ, այո, ոչ թե Տեր, ոչ թե դու գալիս ես Հիսուսին հնազանդվելու համար, այլ գալիս ես Հիսուսից ստանալու համար։ Այս է ամբողջ խնդիրը, որ այսօր մենք շատ համայնքներում խոսում ենք, Հիսուսին չեն ճանաչում։ Իրականում ես եղել եմ շատ հարավարության հետ խոսում եմ, ասում եմ, պատմիր ինձ Քրիստոսի մասին։ Եվ խոսում է մենակ այդ թեմաներից։ Նա բժշկում է, շատ ցավալի է, բայց դա իրականություն է։ Ամեն բանի առաջ Հիսուսը Տեր է եւ փրկիչ է։ Այո, հասկանում ենք Տերը ինքը հրաշքներ արեց, որովհետեւ վավերացնե ժողովրդի առաջ իր կարոզը, իր ուղերձը, ինչու այդ բոլորը Տիրոջից նրա միջոցներն էին, նրա հրաշքները, որովհետեւ ժողովուրդը հավատա նրա մեջ, բայց նրա կենտրոնացումը հրաշքների վրա չէր, հաբա նրա կենտրոնացումը Ազո խոսքի հնազանդության վրա էր։ Ազո խոսքը կենտրոնական է նրա համար։ Հիշում ես, երբ Ղուկաս 16-ում այդ հարուստ մարդը եւ Ղազարոսը այդ արագում, վերջի վերջո այդ հարուստ մարդը ասում է, որ դժոխք գնաց, Տերը պատմում է, սովորեցնելու համար, որ նա է, հարուստ լինելով սել չէ, որ վերջ-վերջո երկինք գնում ես, այդ աղքատը Ղազարոսը ինք գնաց դրախտ։ Եվ Տերը ինչ պատմում է, ասում է, որ այդ հարուստ մարդը 5 եղբայր ուներ, ասեց, որ Ղազարոսի ուղարկի, որովհետեւ Ղազարոս գնա այդ եղբայրներին, որ դակավին ողջ են աշխարհում, որ նրանք այստեղ չկան, այսինքն զղջան, դառնան ապաշխարեն այդ հասկացողությամբ։ Եվ Տերը ինչ ասեց, ասեց, որ նույնիսկ եթե մեկը մերելներից հրաշք առնի եւ վերադառնա, ասեց Մովսեսը ունեն, Ազո խոսք ունեն։ Եթե չեն ավադում Ազո խոսքի ուղերձին, նույնիսկ եթե մերելներից մեկն է, եթե իդ դառնա, դակ բաղ չի անում, տարբերություն պիտի չանի, պիտի չավատան։ Հրաշքը դա ցույց էր տալիս այդտեղ, որ անգամ եթե այդ մեծ հրաշքը, որովհետև դրանից այն կողմից տարել ես քո ձեռով թաղել ես, ու այսօր ինքը հարություն է առել, եկել է այո, դա անգամ դա մարդուն չի կարող բերել հավատքի։ Որտեղ հավատքը խոսքից է, հավատքը լսելուց է, լսելը Ազո խոսքից։ Հռոմեացիների 10:10, այո։ Եվ դա միանշանակ պարգև է, որ դու չես կարող, եթե այս ամենը ինչ հրաշք էլ որ տեսնես։ Հետևաբար խոսքը հենց դրա մասին էլ հենց գնում է, որ հրաշքը չի կարող մարդուն բերել ուղղակի հավատքի։ Եթե ոչ Աստծո խոսքը։ Այո, Ազո խոսքը միա սրտերը կփոխի, Սուրբ Ոգին Ազո խոսքը օգտագործում է, որ հավատ ստեղծի, վերստին ծնունդ ստեղծի մի անձի սրտում, եւ այդպեսով անձը դրսևորի այդ հավատքը Ազո շնորհով։ Հիմա Մարդուն ջան, ուրիշ մի քանի բաներ ալ եթե կարող ես ասել, կոնե 1-2 բաներ եւս, եթե ունես այդ խնդիրների նկատմամբ, որ քեզ վերջո այս համայնքներից, այս եկեղեցիներից հեռացրեցին դու եւ քո ընտանիքը։ Այո, խնդիրներից, ինչպես ասացի, այդ ֆինանսական հիմնական խնդիրները շատ է շոշափում, դե ոչ միայն այդ թեման է, բայց դու պարզ տեսնում ես, թե այստեղ հավաքվածների նպատակը որն է։ Տեսեք, սկզբից քարոզում էր տասանորդ, պարտադիր։ Քարոզի մեջտեղից քարոզում էր ընծա, վերջում նվիրատվություն։ Այսինքն սա սովորական ձև էր, սովորական ամենօրյա, ամեն կիրակի իրենց մոտեցման ձևն է։ Այսինքն ինչ որ հատվածից չէ, նրանք ավելացնում են նրանց թեմայից։ Այո, հիմա տեսեք, պարտադիր բերում էին մի հոգի, որ այդ մի հոգին վկայություն էր տալիս իբրև իր կյանքից։ Նայեք, ինչպես Աստված օրհնեց։ Հա, ես ունեի խնդիրներ ֆինանսական, հետո Տերընձի ասես, քանի որ դու ֆինանսական խնդիրների մեջ հավատարիմ չես, դրա համար դու ունես խնդիր, եւ ես սկսեցի իմ 10-որդը հավատարմորեն տալ եւ Տեր ինձ օրհնեց տասնապատիկ։ Հովիգ եղբայր սովորական։ Այո, բոլորին է սա ծանոթ սյուժե։ Սա մանիպուլյացիա է, որ մտնում են մարդկանց գրպանները եւ կներեք անընդհատ այսպիսի միջոցներով
տարբեր պատմություններով մարդկանց ստիպում են, որպեսզի մարդիկ ինչ անեն, անընդհատ իրենց 10-րդը տան։ Եվ սա էլ է մի հիասթափության ձև էլ սա է, մարդը տալիս ու չի օրհնվում, ինչ պիտի անի, արդեն կամ չպիտի տա, կամ պիտի հեռանա տվյալ համայնքներից։ Եվ խնդիրներից մեկը հենց տեսեք, որն է, Մաղաքիա 3-րդ գլուխ 8-ից 10 համարները իրենց ամենասիրած համարներից մեկն է, որտեղ որ խոսում է դուք ինձ թալանում եք, չեք տալիս, բայց տեսեք, իրանք պարզապես կարդում են, այո, պարզապես կարդում են այդ 3 համարները 8-ից 10-ը, հա, բայց չեն մեկնաբանում են այնպես, ինչպես նա էր ուզում, այլ ոչ թե տեքստը, կոնտեքստի մեջ, ում էր ասում, ինչի համար էր ասում, այո, ինչը որն էր խնդիրները եւ այլն։ Եվ այդտեղ չի ասում, էլի, տեսեք, բերեք հովիվներին տվեք։ Ես այսօր մարդիկ եմ ճանաչում, ովքեր որ պարզապես այդ 10-րդներով ես եղա մի հոգու տուն, ես պարզապես անկեղծ ասեմ, ապշել էի, թե ոնց կարելի էր այս աղքատ երկրում նմանատիպ շքեղություններ իրենց թույլ տալ, որը որ մարդիկ հենց փաստում են, որ սա մեր 10-րդների արդյունքն է։ Եվ հիմնական իրենք իրենց հարստացնում են։ Այո, դե իրանք հենց այդ է խնդիրը, որ իրենք անընդհատ, գիտեք ոնց, վերցնում են, բայց մի բան էլ որ անում են, սա էլ էր էլի մի կեղծիք էր, որը որ կարծես ներկայացնում են եկեղեցին։ Կարող են ինչ-որ մեկի տուն գնալ, այսօրվա ծանոթ բլոգերների նման ինչ-որ մեկին մի լավություն անել եւ նկարում գցում են, ահա սա է մեր եկեղեցի բարությունը։ Բայց այս ամեն ինչը մենք արդեն հասկանում ենք, որ ցուցադրական էր։ Եվ ինչ էր, տվյալ քարոզիչների հիմնական այդ միտքը մենք չենք կարող հասկանանք ինչն էր, լավ, ինչ է ուզում փոխանցի ինձ։ Ես գնացել եմ եկեղեցի, բան եմ ուզում լսեմ։ Տեսեք, մեր քարոզների մեջ, մեր հովի եղբայր վերնագրեր կա, վերնագրերի անվանումն է տզոց։ Ովա կնիկինդ, կնիկդ, տենց էլ գրվում է։ Այսինքն լավ, այդ քարոզները արդեն վերնագրերը ինչ պիտի ինձ քարոզի։ Մենք գիտենք, որ մենք ինչ ենք անում տեքստից, չէ, գլխավոր մտքից, մենք վերցնում ենք միտք, որպեսզի մարդ իմանա այսօր ինչ ես լսելու, բայց համայնքներում նույն քարոզը ես կարող եի լսեի ամսվա մեջ 2 անգամ։ Տարբեր ցևով։ Հա, նույնն է, ուղղակի այս մի քարոզը այս անկյունից են ցույց տալի, այս դու տարին 12 ամիս գրեթե նույն բաներն ես լսում։ Եվ հիմնականում ինչ են խոսում, այսինքն թե առաքելական եկեղեցին ինչ սխալներ անում։ Օրինակ, բայց մի րոպե դա ինձ չի տանում դեպի հոգևոր աճի։ Այսօր Վանգայից են խոսում, Նաստրադամուս եղբայր քույր, դա ինձ հոգևոր աճ չի տալիս։ Դու ինձ տուր Աստծո խոսքը, ես արդեն կարող եմ իմանալ ճիշտը։ Իրանց մոտ գիտեք ոնց է, կարծես թե ամեն անգամ ուզում են մի մեղք, մի բան քո մեջից վերացնելով քեզ սրբացնեն, ամեն անգամ այս թեմա, բայց դա չի մաքրելու։ Չի մաքրելու ու մեր Դեն Ավչոշներ, դասախոսներ, ասում լավ էր ասում է ամեն անգամ խոսում են, չէ՞ օրինակ, տրնդեսից, ամեն անգամ Վանգայից, Սատանայից, ասում է գիտեք, սա ամենավատ քարոզներից մեկն է, որ դու երբեք չէիր մտածում դրա մասին։ Հիմա կարծես ես քեզ ասեմ հովի եղբայր, մի մտածիր մանուշակագույն փղի մասին։ Ես քեզ ստիպեցի, որ դու արդեն դրա մասին մտածես։ Դու հաստատ չէիր մտածում, բայց եւ այդպես այնպիսի բաներ են խոսում, որ պետք չէր դա խոսալ։ Եվ եկեք մի համար կուզեմ կարդալ, հենց Տիտոս առաջի գլուխ 10-11 համարներում ինչ է ասում է քանի որ շատ անհնազանդներ, դատարկախոսներ եւ խաբեբաներ կան, հատկապես նրանք, որ թլփատությունից են, որոնց պետք է պապանձեցնել, որովհետեւ ամբողջ ընտանիքներ են կործանում, շահադիտությամբ սովորեցնելով այնպիսի բաներ, որ պետք չէ սովորացնել։ Ինչ որ հիմա բացատրում ես, արդեն պատկերացնում է դժբախտաբար այսպիսի մարդկանց։ Այո, հենց այդ մենք ոչ մի անց չենք դադում այդպես դադելու նպատակով, բարձրապես դադելու սիրույն համար, ապա Աստծո խոսքով ինչ որ մեր Տերը ասեց, եթե դադեք, Հովհաննես 7:24-ում
արդար դադաստան արեք։ Ինչու որ սովորաբար լսում ենք, չէ, Մատթեոսի լերան կարոզից մի դադեք, որ չդատվեք։ Շիդագասա, որ երբ սխալ դադաստան անում ենք, դեռ ասում զգուշ եղեք, բայց եւ որ դատենք, Աստծո խոսքի լույսի ներքո, սա մեր բարդականությունն է, որպես զգուշացնենք միմյանց, մեր ժողովրդին, մեր լսարանին, այսպեսով։ Կուզեմ Չարլզ Սպերջնից եւ Փոլ Վոշրից երկու մեջբերում անեմ։ Չարլզ Սպերջնն ասում էր, ես իմ խնդիրը մարդկանց հետ չի, այլ ուսմունքի հետ է։ Շիդակ։ Եվ Փոլ Վոշերը ինչ էր ասում էր Փոլ Վոշերը մի քիչ ավելի ուղիղ էր ասում եւ շատ ճշմարիտ, ասում էր ես չեմ դատում, դա Աստծո խոսքն է դատում։ Ամեն։ Աստծո խոսքը, այսինքն մենք եթե մի բան խոսում ենք, մենք խոսքով պետք է ցույց տանք, որ դա ինչի ենք մենք դեմ նման ուսմունքների, որտեվ նման բան քեզ չի հորդորում սովորացնել։ Եվ գիտեք, ամենամեծ խնդիրներից մեկը նա է, որ ես բնականաբար արդեն տարիների ընթացքում սկսում ես ավելի հասկանալ, եթե մի պատմություն է եղել, օրինակ, դու ասում ես ինչու համար ես այդ երազները պատմում, դա ինձ ինչ պիտի տա կամ որտեղ է քեզ տված նման պատվիրան եւ հրաման, ասում են ոնց, խի Հովսեփը կարա երազ պատմի, ես չեմ կարա, նայեք, Կապ չունի։ այո, տեսեք, պատմությունը խառնում են պատվիրանի հետ։ Ահա։ Եթե ես հաճախ այդ պարագայում ասում եմ, դե նոյն էլ տապանը կառուցես, դու խի չես կառուցում։ Այսինքն պատմությունը պատվիրանների հետ, հորդորանքի հետ չպետք է խառնել։ Եթե ինչ-որ մի դեպք է եղել, հիմա Աստված խոսես Մովսեսի հետ Մորենու մեջով, կրակի միջով, ինչ հիմա պիտի այդ նույն կերպ խոսա։ Աստված ու իրենց սիրեց համարներն է, որ Աստված անփոփոխ է։ Այո, Աստված անփոփոխ է, բայց նրա գործելակերպն է տարբեր։ Նրանց ասած բաներից մեկն է, ինչ որ երեք արեց, այսօր նույնը կարող է անել, կարող է ասելով պիտի անի, ըստ նրանց։ Այո, պիտի անի, ասա արդեն կարծես պարտադրողական լինի։ Ոչ, հիմա զորոնակ, Աստված եթե ջրեղեղը դվեց, քանի հազար տարի ասել չէ, որ այսօր նորից ջրեղեղը պիտի անի, որ ինք ասեց արդեն ջրեղեղը չի կարելի։ Եբրայեցիների առաջի գլուխ 1-2 համար Աստված հին ժամանակներում տարբեր կերպերով խոսեց ժողովրդին։ Իսկ հիմա իր որդու միջոցով, այսինքն տարբեր կերպերի մեջ մտնում էր երազ, տեսիլ, մտնում էր տարբեր բաներ, բայց այսօր մենք ունենք որդին եւ իր խոսքը, հետեւաբար մենք դրա կարիքը չունենք, ինչեւ է։ Մարդուն ջան, հիմա ուրիշ մի հարց եւս։ Ուրեմն, քանի որ այս խնդիրների լույսի ներքո թողեցիր այս համայնքները եկեղեցական եւ դուրս եկար, ուրեմն հարցը հետեւյալն է. միթե ինչ որ արդեն մի քիչ խոսեցանք, հա, հբեցինք այս թեմայի վրա, բայց էլի հարցը դամ, միթե քո դուրս գալը գլխավոր պատճառը ասենք, դա էր, ինչ որ հասկանում եմ քո զրույցից, դա էր, որ դու չգդար մի եկեղեցի, ուր Աստծո խոսքը քարոզվում էր հավատարիմ ցևով։ Այո, ով եղբայր, տեսեք, նախ ինչ է նշանակում քարոզ։ Այսօր համացանցում մենք տեսնում ենք բազմաթիվ քարոզիչների, քան երբևէ։ Ով ինչ ուզում քարոզում է, ով ինչ ուզում խոսում է։ Տեսեք, ես հաճախակ եմ ասում, որ այն տպավորությունը կարծես մարդիկ Հիսուսի ֆիլմը դիտելով դարձել են քարոզիչներ։ Գիտության պակասություն, ով ինչ ուզում մեկնաբանում է, վերահսկողություն չկա իրենց հովիվների կողմից, անգամ կարող է եկեղեցու մի անդամ ինչ ուզենա խոսա։ Եղբայրս անցյալ օրը հիշում ես, ինձ դեսալովակն ցույց տվեցիր մի ցանոթ քարոզիչ ասենք, եւ քարոզ չկար, ինք պատմում էր, որ ինք երկինք գնացել է եւ Հիսուսի հետ զրույց ունեցել է, եւ ինք պատմում էր այդ բանը, քանի 15-20 րոպե միան նրա մասին լսեցի եւ այլևս ասեցի երիկա։ Այո, հենց այդ է խնդիրը, որ տեսեք, վերահսկողություն չկա եւ այսօր քանի որ մեր ժողովուրդը չի կարդում ինքը Սուրբ Գիրքը, չի մանում ուսումնասիրելու ձևերը, ինքը այսպես է մտածում, դե եկեղեցին եկեղեցի է։ Ուսմունքը է։ Ինչու՞։ Քանի որ մարդը Հիսուս անունը տալիս, Սուրբ Հոգին հաճախակի տալիս, կամ ինչ-որ մի համար կարող է կարդալ, հոգևոր երանգ տա, վերջ ինքը քարոզիչ է եւ խնդիր չունի, ինքը կարա շատ կարճ ժամանակահատվածում, մանավանդ ինչպես խոսացինք, խոստումների հիման վրա մեծ լսարան ձեռք բերի։ Եվ մարդիկ ինչ են անում, բայց լավ բաներ է խոսում։
Այսինքն տեսեք, Մարդու ագանչների ցանկությանը լավ բաներ։ Լավ բաներ։ Տերը ինչ ասեց, դուք որ չար եք կարող եք լավ խրատներ տալ։ Այսինքն չար մարդիկ էլ կարող են լավ բաներ խոսալ։ Այսօր մենք տեսնում ենք հոգեբաները այնպիսի լավ բաներից են խոսում, կարծես ճակերտների մեջ հոգու խաղաղություն են բերում, բայց միթե ամեն լավ բան խոսացող քարոզիչ է։ Չէ։ Հետևաբար մենք քարոզ 2 Դիմոթեոս 4 3-4 համարները այո մարդիկ վերջին այդ օրերուն ինչ տեսակի բաների, այս վերջին օրեր ասելով իրենց Քրիստոսի ականջը կամքից կթեքեն մինչև էլի ճշմարիտ վերադարձը վարդապետությունից։ այո, պիտի թողեն եւ պիտի մտիկ անեն ինչու որովհետեւ նրանց ականջների ցանկության ամացան այդպիսի քարոզիչներ գուտագում են նրանց մոտ, որբեսի նրանք լսեն ինչ որ նրանք ցանկանում են։ Այո, ես այսօր տեսել եմ շատ մարդկանց եւ շփվում եմ հետները, ասում են լավ քարոզիչ է, ավետարանիչ է։ Ընդհանրապես ինչ է քարոզ կամ ավետարան եւ ավետարանիչ, քարոզիչ։ Եթե մենք խոսում ենք քարոզիչ, դե կան տարբեր բնագավառերում քարոզներ կան։ Հիմա էլ է քարոզ գնում քաղաքական։ Եթե մենք խոսում ենք Աստծո խոսքի քարոզից, ուրեմն ինչ պետք է արվի։ Խոսքը պետք է քարոզի, խոսքը բացատրի։ Մենք տեսնում ենք տարբեր օրինակներ, չէ՞, թե 5 կտակարանում, թե նոր կտակարանում Նեհեմիա 8-րդ գլուխն ենք տեսնում ենք Տիմոթեոսին ինչ է հորդորում Պողոս առաքյալը, անգամ լավագույն օրինակներից մեկը հենց մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր։ Երբ որ Սերմնացանի առակը քարոզեց, մարդիկ չհասկացան, ինչ արեց։ Հաջորդ քայլը բացատրեց։ Բացատրեց, որ գիրառվի նրանց կյանքերում։ Բացատրեց եւ այդ ժամանակ էր, որ հասկանում են եւ մենք էլ այսօր կարիք ունենք Աստծո յուրաքանչյուր խոսք քարոզելու։ Քանի որ մեզ բաժանում է 2000 տարիներ, մենք նույնպես պետք է հասկանանք, ինչու է համար այս բառը այսպես գրվել, ինչ նկատի ունի։ Տեքստը, կոնտեքստը, հովի եղբայր, ես այդ եկեղեցիներում ես երբեք չեմ ասել ինչ նշանակում տեքստ, կոնտեքստ, համատեքստով նայել, քերականության մոտեցիր, այսինքն այս բաները նախապատմությունը, այո, մշակույթը, ինչ կարևոր է, ինչ է պատահել։ Այսօր ես մի բան եմ նկատել, որ Կորինթացիների նամակը, որը որ կարելի է երկու բառով եթե նկարագրեն Կորինթացիների նամակը, մի արեք այն, ինչ արել են Կորինթացիները։ Բայց այսօր քարոզած ես Կորինթացիների։ Այո, ես հիմա մինչև 15-րդ գլուխը քարոզել եմ, բայց այսօր եկեղեցիներում անում են այն, ինչ Կորինթացիներին արգելում է Պողոսը։ Մարդկանց մոտ այսպիսի մոտեցում կա, տես գրված է։ Գրված է, բայց այստեղ տեքստը ուրիշ թեմա է, չէ՞ տանում։ Ինքը քեզ արգելում է, ինքը քեզ չի թույլատրում։ Այ խնդիրը հենց էս էր հովի եղբայր, որ անընդհատ մենք կարիք ունենք, բայց մեզ առաջնորդող չկար։ Մենք հեռանում ենք եկեղեցուց փոխում ենք 2 ամիս տեղ, մի տարին տեղ, 4 ամիս։ Ես ուզում եի, ու գիտեք խնդիրը որն էր, ամենամեծ խնդիրներից։ Ես ուզում եմ, գալիս ասում եմ հովի եղբայր, չեմ հասկանում, չէ՞ այս հարցը, մի հատ կասեք, պատասխանը որքան էլ անհեթեթ թվա, բայց դու դեռ չես հասկանում, դու լմանուկ ես։ Մի րոպե եղբայր, եթե ես արդեն հասկացել եմ, որ ես հարցի պատասխանի կարիքն ունեմ եւ հարցն ձևակերպել իմ մեջ, ուրեմն ես ունակ եմ նաեւ հասկանալու։ Բայց այսօր եկեղեցիներում նույնպես ինչ են, դու չես հասկանա դա։ Դու դեռ հələ փոքր ես հոգեվոր։ Ինչու ես դա ասում։ Ինքը չի կարողանում բացատրել, բայց քո վրա է։ Ուզում եմ փախուստ տալ հարցից։ Եվ սա բնականաբար մեզ տանում էր այն ճանապարհը, որ եթե ես հարց ունեմ, իմ հովը չի պատասխանում, ես էլի շկապ ունեմ։ Հովիվի առումով, ուրեմն հովիվների առումով ուրիշ հարցը, ուրեմն ինչ որ հասկանում եմ, որ դու խոսացել ես նրանց հետ, հովիվների հետ, այս խնդիրների մասին, որ դու արդեն գիտեիր, տեսնում ես եւ պատասխաններ ակնկալում ես սուրկրային, բայց նրանք միշտ խուսափում են։ Մի ցևով կամ ուրիշ։ Գիտեք ոնց են խուսափում, նախ այսպես ասեմ, այո, պատասխանատվությունից խուսափում են պատասխանել, մենք հուսամ կխոսանք դեռ, մեր հովների ինչն եմ ես շատ սիրում, որ ինչ հարցը լինի, թեկուզ ինձ են չէ տալիս, հարցերա լինում, ես եթե մի օր երկու օր էլ անցնի, մարդը միգուցե շատ զբաղված եմ, ես պարտադիր անդրադառնում եմ, on-line տարբեր երկրներից են հարցեր տալիս, տարբեր թեմաներից, բայց այդ մարդիկ կարծես քեզ ստիպում են
որ դու դեռ չհասկացող ես, սա վիրավորանք է անգամ։ Ուրեմն դու այնպես ձևակերպի քո բառերը, որ ես հասկանամ։ Մեր Տերը ինչ էր, լեռան քարոզը 5-ից 7-րդ գլուխները, բոլորը հասկանում են։ Մենք գիտենք, որ այդ շատ խորը ուսմունք կա, բայց դու ես որոշում, ես ինչ եմ հասկանում, ինչ չեմ հասկանում։ Եթե ես որոշել եմ, արդեն մտածել եմ այդ թեմայի շուրջ, ուրեմն դա ինձ տանջում է, ուրեմն, բայց այս մարդիկ դու դեռ չես հասկանում։ Եվ իրենց քարոզները հիմնականում ինչ են անում, զորություն են ուզում տան իրենց քարոզներին, գոռալով, երաժշտության տակ, էմոցիաներ դանդաղ խոսալով, ինչ որ զորություն են տալի։ Ինչի է գոռում, ինչի է բարձրաձայն գոռալով, էս կոմ, ես մի քարոզ չտեսա, ասում էր կնոջը, հələ թող հոգով քայլեմ ու վազում էր։ Ինչ ասել է հոգով քայլել։ Ես չեմ Սուրբ գրքի հիմք չկա։ Բայց այսօր արի ուտես, որ հողի գեղբար։ Հոգով քայլելը հասկանում ենք, եւ որ Սուրբ գիրքը ասում է, որ հոգով քայլեցեք, սա հոգեվոր կյանքի ընթացքն է, որ Սուրբ Հոգու բդուղի համաձայն դու կարողանաս ապրել եւ այդ բդուղի նրա բաժանմունքներով սեր, խնդություն, խաղաղություն, ամպերություն, ժժգալություն եւ այլ ցուցաբերես, բացահայտես քո կյանքի միջոցով, բայց հոգով քայլելը սա չի նշանակում, որ այստեղից գնալ իդ վերադառնալ իդ այ հենց դա նկատի ունեն եւ արի ուտես, որ ժողովուրդը հենց դրան հավանություն է տալիս, որովհետև ինձ մի անգամ ես հիշում եմ մի եղբորը տես խոսացինք, ծանոթացանք, Ջոն Մակարտուրի քարոզներից ուղարկեցի, ասի լսի լավ եղբայր է, ակրաս մի քանի հայերեն թարգմանություններով կա։ Ասեց ինքը հոգով չի քարոզում, ասի ինչու, ասեց իր մեջ այդ կրակը չկա, ասի այդ որն է ու ինձ ուղարկում է մի քարոզչի, ով այտենց բեմում ուղակի գնում գալիս է։ Բեմի վրա ուղակի վազում են։ Եվ սա նշանակում էր իրանց համար հոգով քայլել։ Սա ուղակի իրականում ցավալի էր եւ ուզում են իրենց զորություն տան, տեսեք զորավոր մեկն են եւ այլ զգացական մանիպուլյացիա 1:16 ինչ է ասում, Աստծո խոսքը ինքերնով զորավոր է։ Աստծո խոսքն է մարդու մտքի մեջ, երիկամունքներ քննողն է նա կյանքեր փոխող Աստծո խոսքն է, դու չես կարող առանց Աստծո խոսքի քո էմոցիաներով, քո պահելաձևով ցույց տաս, թե սա մի կողմից ցույց է տալի, թե շատ ուժեղ է իմ մեջ Աստծո Սուրբ Հոգին գործում։ Եվ ժողովուրդը նստած, դե քանի որ իրա մեջ չկա այդ բանը, ինքը տեսնում է, ասում է, հա դե ուժեղ է, ինչ են անում, կրկնօրինակում են, անընդհատ փորձում են նմանվել իրենց հովին։ Այդտեղ անտեսվում է Քրիստոս անձը։ Մի հարց մի եղբայրս, հիմա խոնարհապար ասենք սա, դիրոջ առաջ մեր սրտերը քնելով ասենք սա, հարցը հետևյալն է. այս քո զրույցների համացան, այս հովիվ գոչվող անձերը կարող ես դու բարի խղճուկով, խոնարհությամբ, դիրոջ առաջ սիրտդ քննելով ասել, որ կարող է ոչ բոլորը, բայց քոնե սրանցից շատերը նրանք ճշմարիտ հովիվներ չեն, վերստին ծնած անձեր չեն։ Անգյաց եղիր։ Մենք ոչ մեկը չենք դադում, հասկանում ենք, որ դերը գադարելով ես ինքն է, որ գիտե սիրտերը։ Սիրտերը մենք չգիտենք բոլոր մարդկանց, բայց ինչ կարող ես ասել։ Այո, ես այս հարցը զրուցենք եւ հետո մեր հաջորդ բաժնի կանցնենք եւ շարունակենք այս թեման։ Այո, ես տեսել եմ օրինակ քարոզչի, ես որ գնում եի մի եկեղեցի, ասում եի ինչ որ մի քարոզչի լսել գնացել եմ, հովի եղբայր, եւ գնում եի այդ եկեղեցում չկար, հա, քարոզիչ, ասում եմ, բա ուր է, ես այդ հովին եմ սպասում, մեկ օր չկա, երկրորդ շաբաթը չկա։ Եվ նենգաբար ստում էին ասելով, որ դե Տերը հələ հովին ասել է մի խոսա, ինչ որ ժամանակ, հա, ես կասեմ երբ կխոսաս, հետո մոտիկանում եմ մի ուրիշ դերը ոնց ասել է այդ հովին, որ մի խոսա։ Այ հենց այդ է, ես նույնպես, ես ասում եմ ոնց ասե, դե դա արդեն Տերն է ասել, մենք այդտեղ ծառայողներ են, անգամ քարոզիչներ են ասում։ Հաջորդ ասում եմ 1-2 ամիսներ հաջորդ եղբորն եմ ծանոթանում, մի քիչ մոտիկանում եմ, ասում եմ, բան չի, տվյալ էլի մեր եղբայրը չի քարոզում, դե տղեն Մոսկվա բիզնես է դրել, իանա օգնում, նայում եմ, այս ինչ հակասություններ է։ Եվ հետագայում ցավոք սրտի պարզվում է երրորդ ամենավատ տարբերակը, որ տվյալ հովիվը պարզապես քույրերի հետ եկեղեցում շնություն են արել, ամոթուց չի հելնում քարոզում, որ մարդիկ
բազմագի քույրերի հետ, մի քանի քույրերի հետ եկեղեցում, եկեղեցու մեջ սա ես չեմ կարող ինչ թող մեր հանդիսատեսը գնահատական եւ դակավին այդպեսի անձնավորություն այդպեսի անձնավորությունները իբր հովիվ այո հովիվ տարիներով եւ ցավոք սրտի այդ ժամանակը ես մտածեցի երևի լավ այլ երբեք չեն քարոզի բայց հիմա նույնպես քարոզում է եւ ունի լսարան ոչ թե միայն նոր ինչ որ լսարան արտեղյակ ծառայության մեջ այո նույնպես ինքը նույն ժողովուրդը իրեն հետևում է մեծարում է անգամ կարող եմ ասել պաշտում է եւ տեսնես այսինքն տեսեք ես վերստին իմ խորը համոզմունքների մեջ հետեւյալն է Եթե հովիվը վերստին ծնված ազնվորություն է, նախ ինքը պետք է ուսումնասիրի Սուրբ Գիրքը, խորապես։ Եվ այսօրվա քարոզիչներից ես ինչի չեմ կարող շատերին ընդունեմ, որովհետև իրենց քարոզներից երևում է, որ իրենք անձամբ չեն ուսումնասիրում Սուրբ Գիրքը։ Բայց միթե Աստծո հոգին, որ առաջնորդում է մի քարոզչի, չի ստիպի, որ ուսումնասիրի իր խոսքը փոխանցի։ Եվ սա խնդիրը, ինչու որև 2 Դիմոթեոս 2:15 ասում է ջանա Աստծո առաջ, Դիմոթեոսի ասում է, որ հովիվ էր Եփեսոսում, ջանա Աստծո առաջ ինքդ քեզ փորձված ներկայացնել իբրև մի մշակ, որ ամաչելու բան չունի, որ ճշմարտության խոսքը ուղիղ է մատուցում, ուղիղ է գիսում։ Այո, ուղիղ է կտրում։ Ուղիղ է գտրում, ինչու բնօրինակի մեջ այդ հասկացողությունը քաղում ենք այնտեղից։ Այսինքն մի խոսքով, այսպեսի անձիկը պետք է ամաչեն որ Սուրբ Գիրքը շիդակ չեն ուսումնասիրում եւ չեն շիդակ մեկնաբանում, կիրառում։ Մի բան մենք իրար հետ կհիշեք երևի անցած տարել էինք զրուցում, որ մի քարոզ պատրաստելուց մոտավորապես 20-25 ժամ տևում է, մինչև մի քարոզ ենք պատրաստվում։ Հաճախ լսում եմ քարոզիչների ասում են ճանապարհին գալուց Տերնձի ասեց, ճանապարհին գալուց, հա մի քարոզիչ էլ կար, որ ասում էր Մոսկվայում ես քարոզ չեմ պատրաստում։ Ինձ Տերը ինչ առաջնորդում, ես դա էլ խոսում եմ։ Ես կարամ գամ ստեղ կանգնեմ, մտքումս ուրիշ բան է ուզում, բայց Տեր ուրիշ բան առաջնորդեց։ Սա իրականում այն խաբկանքն է, որ ժողովուրդը սիրում է այդ 2 Տիմոթեոս 2-րդ գլուխ, 4-րդ գլուխ 2-ից մինչև 4-5 համարներում, որ խոսում է, բայց այդտեղ մի կարևոր բան է ասում. Տիմոթեոս Աստված դատելու է ողջերին եւ մեռելներին։ Խոսքը քարոզիր։ Դու եւս մի արա։ Տիմոթեոս, ի՞նչ կապ ունի խոսքը քարոզելը եւ դատաստանը։ Տիմոթեոս, ողջ թե մեռած։ Մի դադե մեզ։ Տիմոթեոս, դու էլ ես կանգնելու այդ դատաստանին։ Մարտուն, Հովիկ, խոսքը քարոզեք։ Բայց այսօր մենք այդ մարդկանց տեսնում ենք գալիս են բեմի վրա կանգնում են, Հովիկ եղբայր զազրա խոսում են։ Մարդիկ լսում են հաճույքով, ծափահարությունները, այսինքն սա հիմնական շոու է եկեղեցու մեջ, որը որ հոգևոր շոու։ Այո, հոգևոր շոու է, դրա այդ պատճառով էլ այսօր եկեղեցիներում անգամ գովազդ են անում, եկեք խաղեր կխաղանք, եկեք համերգային ծրագրեր ունենք եւ այլն, եւ տեսնում ես այդ զարդարանքը, շքեղությունը, ես հիշում եմ մի անգամ մի եկեղեցում նստած ուրեմն դա իմ վերջի եկեղեցիներ, որ գնում էի, դիմացի շարքում 2 կին էին նստած եւ մեկը մյուսին ասաց ափսոս որ այն մի եկեղեցին անուն չեմ ուզում, դա ափսոս այն եկեղեցին հերույա, այնքան մեծ է, այնքան սիրուն այնտեղ կեթանք։ Մարդկանց կենտրոնացումը արդեն եկեղեցաշենքերն է, գեղեցկությունն է, կոմֆորտն է, բայց Փոլ Վոշերը նույնպես մի լավ հրաշալի խոսք ուներ, որ ասում էր՝ մի գնան եկեղեցի, որ ձեր տան մոտ է, գնան եկեղեցի, որ Աստծո խոսքին է մոտ։ Մարդկանց չի հետաքրքրում, այսօր ինչ է քարոզում եկեղեցում, հավես է։ Ես անձամբ ինձ են ասում այնքան հավես է, ասում եմ ինչ ես գնում եկեղեցի, ասում եմ դե լավ է անցնում, հավես է անցնում, լիք ընկերներ ունեմ։ Հա, մի խոսքով ժամանցի վայր։ Պարզապես մի քանի հոգևոր երանգներ են տալիս, մի փառաբանությանը երգերին ավելի շատ տեղ են տալիս, բայց ժամանակը լիցքավորում են այդպիսով։ Երգել, լավ ուրախանալ, թռվռել, պարում են անգամ եկեղեցիների մեջ տեսանյութեր կա, որ պարում են անգամ։ Ազոսրբության հագարակ գնացող բաներ, որ եկեղեցու մեջ այդ ագնացանքը, այդ հարկանքը պետք է լինի Աստծո պաշտամունքի վերաբերյալ մեր կողմանից, մեր վերաբերմունքը եւ ագնացանքով ամեն բանի առաջ, ինչ որ Սամոս 138-ի սկիզբը ասում է, որ Աստված
իր անունի համացայն իր խոսքը պատված է ամեն բանից վեր Այո, իր խոսքը 138:2 այո, այսինքն մի խոսքով Աստծո Իր խոսքը անունից որտեղ վեր է դրել։ այո թարգմանությունների տարբերության համացան որը Աստծո համար իր խոսքը կարևորագույնն է որտեղ հնազանդությունը Աստծո խոսքի մեծ տեղ ունի նրա համար երեք ուսումնասիրում ենք մեր փոքր խմբում 1 Թագավորների 15 գլխի մեջ տեսնում ենք ինչպես Սավուղ թագավոր ինք իր հարմարավետության համաձայն ինք Աստծո խոսքը գադարելապես չհնազանդվեց մասնա ինքը միայն մասնավոր այսպես ընդրովի հնազանդություն ցուցաբերեց Աստծո խոսքի հանդեպ դերեն պատվեր տված էր ինք ասեց Սամուել մարգարեն որ կատարեցի Աստծո խոսքը հնազանդվեցի բայց ինք միայն հնազանդվեց որոշ մասերին որ ինք ուզում էր հնազանդվել մնացածը անդեսեց եւ ժողովրդի վրա ինքը մեղավորությունը դրեց ասելով որ ժողովուրդը ասեց ժողովուրդը նրանց ցանկությունը դա էր այսինքն մենք չենք կարող ընդրովի կերպով հնազանդ լինել Աստծո խոսքին եւ ինչ որ նշмарում եմ եղբայրս քո փորձառությունից այս բոլոր 3 տարվա փորձառություններ առաջ որ 2020 թվին դերը վերջապես այդ լույսը ծակեցրեց քո մտքումդ սրտումդ որ հասկացար որ այդ փորձառությունները այդ տարբեր համայնքներում եկեղեցական նրանք առողջ մոդեցում չէին Աստծո խոսքի հանդեպ եւ Աստծո հանդեպ որտեղ ոնց է մեր վերաբերմունքը Տիրոջ խոսքի հանդեպ սա ցուցաբերում է մեր հոգեվոր խորունգությունը որքան մենք կապված ենք Աստծո հետ շիդակցելով այո Չարլզ Սպերջնի խոսքերն էր որ նույնպես նա հիմնականում մարդուն տանում էր այն ուղղության վրա միշտ հաճախակ էր խոսում որ ավելի շատ տվեք խոսքին, քան երկեցողությանը, բայց այդ ուսմունքը ես հիշում եմ գալիս էր Ցվինգլից, որ հեղափոխությունից հետո լյութերական հեղափոխությունից հետո շատ են խոսում, չէ, երգում, փառաբանում։ Այսինքն բարեկարգյալ շարժումը։ Այո, Ցվինգլը ինչ ասեց եղբայրներ մի եկեղեցին հավաքույթ այդ Կիրակի օրը մի լցրեք երկեցողությամբ։ Եթե անգամ պետք է, չպետք է երգես, բայց խոսքը պիտի քարոզես։ Խոսքը առաջնագարկ է, այո։ Խոսքը պիտի քարոզես, որովհետև երգեցողությունից կարող ենք մենք ինչ-որ զգացողություններ ստանալ, ինչ-որ էմոցիաներ, լավ է, մեծարում ենք, փառաբանում ենք Տիրոջը։ Պետք է, աղոթքնալ պետք է, այո, պետք է, բայց խոսքն է, որ մարդու կյանքն է փոխում։ Խոսքն է, որ հոգևոր աճ է տալիս։ Սուրբ Հոգու սուրը։ Այո, սուրը։ Խոսքն է։ Որ երկու կողմը սուր է, կտրում է, մաքրում է մեզ ամեն ինչ։ Եվ դա է հենց իրական հոգևոր կյանք առաջնորդում յուրաքանչյուր անձնավորության, որի մեջ որ մենք կարող ենք իրապես աճել, բայց այդ խոսքը պարզապես նորից մարդիկ լսում ասում, բայց խոսքն է քարոզում, տարբերություն չեն տեսնում։ Եվ այստեղ հենց մենք գալիս ենք արդեն մեր երևի վերջի 7-րդ հարցին վարդապետական կողմը։ Եվ պիտի անդրադառնանք սրա վրայով մեր հաջորդ զրույցի մեջ։ Այո, բայց ինչի մի հարց կա, մենք խոսանք ճշմարիտ վարդապետության, բայց հիմա տեսեք, մերժում են նրանք բառից բուն իմաստով վարդապետությունը։ Եվ պիտի խոսենք սրա վրայով եղբայրս։ Այո։ Շնորհակալ եմ Արտոն եղբայր ջան, շատ լավ զրույց էր Տեր օրհնի եւ աղոթենք եւ այս թեման մեր հաջորդ դեսահոլովակում կշարունակենք։ Այո։ Եկնահար, շնորհակալ ենք Տեր, որ դու մեզ լուսավորել ես քո խոսքով, Սուրբ Հոգու միջոցով։ Շնորհակալ եմ եղբորս համար եւ այդ փորձառությունների համար, որ նրանց միջոցով դու նրա սովորեցրեցիր քո գամքդ, ինք հասկացավ, քո շնորհքով իհարկե, եւ ինք հավատաց էլի քո շնորհիվ եւ կարողացավ զանազանել, տարբերակել շիդագը սխալից։ Շնորհակալ ենք քո խոսքի համար, ով դեռ շարունակի եղբորս օրհնել, այդ քայլը, որ դու այդ դուրը, որ դու բացել ես նրա առաջ, ինք մտնի հավատքով, քեզ վստահելով, այդ ծառայությունը, որ են կանչել ես արտասահմանում, դեռ դու օրհնիր, նրա ընտանիքի հետ եղիր, եւ դեռ այդ բոլոր անձերին, որ ինք պիտի ծառայի, դու պատրաստիր նրանց սրտերն էլ, որ նրանք հագամետ լինեն լսելու ճշմարիտ խոսքդ, առողջ վարդապետության համաձայն։ Ով դեռ շնորհակալ ենք, որ քո խոսքը ունենք, շնորհակալ ենք քո Սուրբ Հոգու համար, որ ինք մեր ուսուցիչն է եւ ինք մեզ ուղղորդում է, երբ մենք հնազանդվենք քո խոսքի առաջ, դու մեզ պիտի մեր աչքերը բացես, պիտի հասկացնես, որ քո խոսքը քեզ համար կարևորագույնն է,
որովհետեւ մենք կարող ենք հնազանդվել քեզ քո խոսքի միջոցով եւ հնազանդվելով քո առաջ հավատարիմ կյանքեր ապրենք քո շնորհիվ Հիսուսի պարգևի համար խնդրում ենք ամեն Ամեն։ Ամեն։